Իրանը իր խոսքի տերն է, կպահպանի տարածաշրջանի կարմիր գծերը, Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը։ Հայկական բեռները ճանապարհին են, նավթի գինը բարձրանում է, Իսրայել-Իրան հակամարտության տնտեսական պտուղները Հայաստանում։ Հայաստանը երկու քարի արանքում գնալ Եվրամիություն, որտեղ չեն սպասում, թե մնալ ԵԱՏՄ-ում, որտեղ ասում են ծանր ու թեթև արեք։ Բացել հաշտարարի դուռը մինչև դատարանի դուռ հասնելը, ամուսնալուծության նոր կարգ հուլիսից։ Փողով բանակից ազատվելուն վերաբերող օրինագիծը օրակարգ չմտավ, նախագծի հեղինակը ինքն էլ դեմ էր։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո խուզարկություն բնակարանում։ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, ՊԵԿ բացահայտումը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ մտել է գործարար բարերար տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող Երևանի բնակարան։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ իրավապահները գործողություններ են իրականացնում, իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ այսօր կեսօրին գործարարը Մայրաթոռի բակում հայտարարեց, որ եթե իշխանությունը չդադարեցնի եկեղեցու դեմ արշավը, իրենք կմիջամտեն։ Այս հայտարարությանը հետևեց նաև իշխանության արձագանքը։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու ու ժողովրդի վրա։ Ինչ կարծիք պետք է ունենամ, գործարար Սամվել Կարապետյանն այս մեկնաբանությունը Մայրաթոռի բակից է անում ի պատասխան լրագրողի հարցին։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Կարապետյանի այս հայտարարությունից րոպեներ չանցած վարչապետ Փաշինյանը Facebook-ում գրեց. «Մեջբերում պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց բարեգործներն ինչու են ակտիվացել»։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Խորհրդարան հայտարարությունների ժամ 9 պատգամավոր է հերթագրվել 8-ը իշխանությունից։ Հերթով ամբիոնին են մոտենում ու առանց բացառությունների խոսում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից, որն ըստ ՔՊԱ-ականների Մայրաթոռն է սրել։ Հայտարարությունների ուղղությունը փոքրինչ փոխվում է Վահագն Ալեքսանյանի ելույթից։ Սամվել Կարապետյանին որոշեց ամբիոնից պատասխանել։ Հիշել է, որ գործադիրում վերջերս խոսել են էլեկտրական ցանցերի, իր խոսքով բաժանորդներին հասցրած վնասների մասին։ Իշխանական ֆրակցիայի ղեկավարը միացավ, արդեն փոխհատուցումներից է խոսում, հայտնի եզրույթն է օգտագործում՝ կոպեկ առ կոպեկ։ Եվ եկել է ժամանակը նաև քննարկելու ընդհանրապես հեծի ազգայնացման գաղափարը։ Ու այսօր դու ղեկավարում ես, դու սեփականատերն ես մի կառույցի, որը Հայաստանի Հանրապետության ամենաատելի կառույցն է։ Երբ որ այսօր Հայաստանի Հանրապետության բնակիչներին ասեք, որ կառույցից եք ամենաշատը բողոքում, իրանք հեծից կբողոքեն։ Ինչ ես եկել հոգևոր ճամարտակություններով ես դու այստեղ զբաղված։ Հաջորդում է իշխանական խմբակցության քարտուղարի հայտարարությունն արդեն միջանցքում։ Ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու ենք ձեր հարցերով։ Եվրոպեներ չանցած այս կադրերն են տարածվում։ Իրավապահները Կարապետյանի տունն են մտել, խուզարկում։ Լրատվամիջոցներով մեկ տեղեկություն էլ տարածվեց, թե նրան ձերբակալել են։ Ավելի ուշ Սամվել Կարապետյանի եղբայրը հայտնեց, Կարապետյանին չեն ձերբակալել, չեն հասցրել։ Նա տանն է, բայց շուտով կձերբակալեն։ Համապատասխան մարմինները օրենքի սահմաններում թող գործեն։ Միայն օրենքի սահմաններում։ Վաղը ամեն մեկը իր արածի համար պատասխան է տալու։ Սամվել Կարապետյանն իդեպ հայտնի է Հայաստանում բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններով և ներդրումներով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այս պահին մեր նկարանող խումբը գտնվում է գործարար բարերար Սամվել Կարապետյանի տան մոտ, որտեղ իրավապահներն են աշխատում, ուղիղ կապ ենք հաստատում իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանի հետ։ Բարի երեկո Էդուարդ, ինչ կարող ես հայտնել այս պահին, ինչ է այդտեղ կատարվում։ Բարի երեկո Հայկ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այո, այս պահին մենք բարերար և գործարար Սամվել Կարապետյանի տան առջև ենք, այստեղ բազմամարդ է, բազում քաղաքացիներն այստեղ հավաքվել, հարևանները, բարեկամները, նրա աջակիցները, նրա եղբայրը, Սամվել Կարապետյանի եղբայրը մեզ տեղեկացրեց, որ Կարապետյանը ներսում է և նաև այս
ընթացքում ներքին գործերի նախարարությունը իրավապահ մարմիններն են աշխատում ներսում, իսկ նրանք սպասում են ազգային անվտանգության ծառայությանը եւ այս ընթացքում նաեւ Տաշիր ընկերությունների խումբն է Սամվել Կարապետյանի անունից հայտարարություն տարածել։ Հիմա ընթերցեմ. հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուրել լինեմ, ինչ էլ որ լինի, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը իր որևէ նպատակ հետապնդելով հոշոտի մեր սրբությունները, հայտարարել է Սամվել Կարապետյանը իր հայտարարության մեջ։ Հայք այս պահին այսքանը, հետագայում եւս հնարավորություն կունենանք միացում ունենալ։ Հայք Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ ուղիղ կապ էինք հաստատել իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանի հետ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին րոպեներ առաջ հայտարարություն տարածել, որտեղ մասնավորապես ասված է, մեջբերում եմ, խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը եւ հորդորում ենք Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։ Այլ թեմաներով շարունակենք թողարկումը, 5-րդ օրն է շարունակվում են Իսրայել-Իրան փոխադարձ հարվածները, երկու կողմում էլ ենթակառուցվածքներ են ոչնչացրել։ Թեհրանը այսօր հայտնել է, որ Իսրայելի վրա հարվածի ժամանակ օգտագործել է նորագույն հրթիռ, որը իսրայելական ՀՕՊ-ը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրախին հասնելը։ Թեև Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, բայց չի ցանկանում, որ պատերազմը տարածվի նաև այլ երկրներում կամ տարածաշրջանում, հայտարարել է մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս ագրեսիան Իրանին պարտադրվեց, ասում է Հայաստանում Իրանի դեսպանը։ Մեհդի Սոբհանին շարունակում է, պատասխանատու են համարում ԱՄՆ կառավարությանը Իրանի դեմ Իսրայելի կատարած հանցագործություններում ցուցաբերած լիակատար աջակցության համար։ Երբ չլինի ագրեսիա ու ուժի սպառնալիք, միայն այդ ժամանակ հարցը բանակցություններով լուծելու մասին հնարավոր կլինի խոսել։ Իսկ ուժի առկայության պարագայում դա հնարավոր չէ, ասում է դեսպանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս հարցակում մասնակից է, պետք է ընդունի սեփական պատասխանատվությունը եւ դադարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրությանը մոլորեցնելը։ Ուժի կիրառմամբ համաձայնությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է։ Մենք չենք հանձնվի։ Մամուլը չի լռում այն մասին, որ Իսրայելի Իրանի վրա հարձակման գործում կա ադրբեջանական աջակցություն։ Հայ լրագրողներն են դեսպանից հետաքրքրվում, Թեհրանն ինչ տեղեկություն ունի այդ մասին։ Այդ հարցի հետ կապված մենք որևէ ինֆորմացիա չունենք, ձևակերպում է դիվանագետը ու հավելում, թե չեն կարող մեկնաբանել այն, ինչ շրջանառվում է մամուլում։ Պաշտոնյան նույն կերպ է պատասխանում նաև Արցախի տարածքից Իրանը թիրախավորելու հավանականությանը։ Հետո լրագրողները հստակեցնում են, տեսանյութեր են տարածվում մեկնաբանությամբ, թե ադրբեջանական կողմից անօթաչուներ են ուղարկվում Իրան։ Պետք է հավաստի փաստեր լինեն։ Այդ տեսանյութերը Իրանի թե այլ քաղաքացիների կողմից տեղադրելը դեռևս փաստ չէ։ Պետք է լինեն գործողություններ, որոնց արդյունքում ապացուցվի, որ դա իրականություն է։ Իսկ հավանական է, որ Բաքուն սադրանք հրահրի Սյունիքի ուղղությամբ օգտվելով Իրանի զբաղվածությունից։ Այստեղ դեսպանն ասում է, Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը եւ չի շեղվի դրանցից։ Կարմիր գծերը մեր կենսական գծերն են եւ երբեք Իրանի դիրքորոշումները իր կարմիր գծերի վերաբերյալ չեն փոխվի։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում եւ որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել, սակայն մենք իրողությունների եւ փաստերի հետ ենք առնչվում, պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւս հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք եւ անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Երկրների այսօրվա վարքագիծը կազդի երկկողմ հարաբերությունների վրա, բարեկամին եւ թշնամուն ճանաչում են ծանր վիճակում։ Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչ վերաբերում է այն հարցին, թե գործողությունների հետևանքով քանի իրանցի է լքել Իրանն ու Հայաստան տեղափոխվել, ըստ դեսպանի երկրում որքան հնարավոր է բնականon վիճակ է, քաղաքացիների մեծաթիվ հոսք չկա։ Ըստ նրա ճիշտ հակառակը, այսօր աշխատանքներ են արվում տարբեր երկրներից քաղաքացիների վերադարձի համար, քանի որ թռիչքների չեղարկման հետևանքով նրանցից շատերը չեն կարողանում տուն վերադառնալ։ Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել, սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան եւ Թուրքիա էին այցելել։ Այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր։ Ինչ վերաբերում է հայ-իրանական ցամաքային սահմանին ակտիվության ավելացման վերաբերյալ տեղեկություններին, դեսպանի խոսքով շաբաթական 20 թռիչք էր իրականացվում Հայաստանից դեպի Իրան եւ հակառակ ուղղությամբ։ Հիմա
թռիչքները չեղարկված են, ուստի նրանք, ովքեր ցանկանում են Հայաստան գալ, ստիպված են օգտվել ցամաքային ճանապարհից։ Տիգրանոյ Գուրգինյան, ժամը լրատվական։ Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել առավել զգուշավորություն, մասնավորապես դիվանագիտական կառույցը խնդրում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։ Հայտարարությունում նշված է նկատի ունեցեք, որ Հայաստան և Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, հետաձգվել կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության։ Իսրայելա-իրանական հակամարտությանն է անդրադարձել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, ճիշտ կատարել տնային աշխատանքը, հայտարարել է Սարգսյանը։ Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, լուրը հաստատել է ազգային ժողովի նախագահը, այցը որակել պատմական, որովհետև Հայաստանի ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հավելել է, որ բոլոր տարածաշրջանային հարցերը քննարկվելու են։ Իսրայել-Իրան հակամարտության երկարաձգումը ուղիղ ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի վրա, թե տնտեսական, թե լոգիստիկ առումով և պատերազմի առաջին պտուղները արդեն երևում են։ Իրանից Հայաստան տարբեր ապրանքներ տեղափոխող բեռնատարները ճանապարհին են մնացել։ Սա կարող է հանգեցնել մի շարք ապրանքների, նաև ծառայությունների գների բարձրացման։ Ավելին, ռիսկային սցենար է քննարկվում մեր երկրում, որ տնտեսական աճը 5.1%-ից կարող է իջնել մինչև 1.3%։ Իրան-Իսրայել հակամարտությունը և այդ առճակատումից ածանցված երևույթները կարող են և բացասական և դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Վերլուծաբանների դիտարկմամբ ամեն ինչ կախված այն բանից, թե այդ սրացումը որքան կարող է տևել և մինչև ուր հասնել։ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը $750 միլիոն է հասնում։ Հայաստանն Իրանից տարբեր տեսակի ապրանքներ է ներմուծում՝ վառելիք, արմատուրաներ, տրիկոտաժ։ Իրանից Հայաստան է ներմուծվում նաև գազ, ինչը վերածվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում Իրան։ Եթե դադարի մատակարարել, ասենք կամ նավթամթերք, կամ ասենք շինարարական նյութեր, մեզ մոտ կարող են մի քանի խնդիրներ առաջանալ։ Առաջինը, որ նավթի գները կարող են դիպ առաջանալ եւ բարձրանալ, երկրորդը գազի դեպքում գազի չեն էլեկտրաէներգիա են արտադրում, վաճառում եւ նաեւ ջեկը իր գործունեությունը կարող է որոշակի ընդհատվել։ Հայաստանում տնտեսական ոլորտի մասնագետները պետք է առաջնահերթ զբաղվեն լոգիստիկ մատակարարումների հարցերով։ Հայկական բեռների մի մասը մնացել է Բանդեր Աբբաս նավահանգստում եւ Իրանի ճանապարհներին։ Մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդեր Աբբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում եւ Բանդեր Աբբասի չկորցել է կամ այդ ճանապարհների անվտանգությունը մեր բեռների գալուց եւ եթե նաեւ պատերազմի մասշտաբը մեծանա, դեպի Համասի, Հեզբոլլայի եւ եթե Իրանը որոշի համագործակցել եւ տարածվի դեպի Լիբանան, դեպի Սիրիա, ապա ավելի գլոբալ տրանսպորտային խնդիրներ կառաջանա։ Պատերազմական գործողությունների ընթացքում Իրանից քաղաքացիների մեծ հոսք կարող է լինել Հայաստան։ Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները արդեն քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը։ Այդ նույն մարդկանցների հոսքը եթե կառավարելի լինի, մեր պետությունը մի չպատրաստի, որտեղ դա տեղի ունեն կապիկով, որով դեպքերում ասենք կարող է բնակարանների գները բարձրանան, աշարժույթի, վարձակալության գները աճեն, հյուրանոցների զբաղվածությունը կբարձրանա, կբարձրանա, ընդհանուր մուլտիպլիկատիվ էֆեկտը քանի որ իրենք ծախսեր են կատարելու, ապրելու են, սնունդ են օգտագործելու, տրանսպորտ եւ այլ բաներ, ուրեմն
բոլոր ծառայությունները ակտիվանան։ Տնտեսագետները կանխատեսում են, որ կլինեն նաև իրանցի գործարարներ, որոնք կնախընտրեն ներդրումներ կատարել Հայաստանում, եւ հնարավոր է նրանք իրենց բիզնեսը տեղափոխեն Հայաստան։ Մեր երկրի տնտեսության եւ ֆինանսական ոլորտի պատասխանատուները Իրան-Իսրայել պատերազմական ֆոնին տնտեսական ցուցանիշներ են ներկայացնում, որ օրինակ ռիսկային սցենարի դեպքում Հայաստանում տնտեսական աճը կարող է 5.1%-ից նվազել մինչև 1.3%։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանը երկու քարի արանքում է, գլխավոր հարցն է մնալ ԵԱՏՄ-ում, որտեղ ասում են երկար ծանր ու թեթևարեք ինչ ունեք եւ ինչ կարող եք չունենալ, թե գնալ Եվրամիություն, որտեղ մեղմ ասած գրկաբաց չեն սպասում։ Սա գիտակցում է նաեւ իշխանությունը եւ հավանաբար այդ պատճառով վերջին շրջանում կոշտ հայտարարություններ էլ չի հնչեցնում միության հասցեին, բայց ժամանակը չի սպասում եւ Երևանը պետք է որոշի մնալ հյուսիսի դաշինքի հետ, թե գնալ դեպի արևմուտք։ Հայաստանը շարունակում է տատանվել ԵՄ, թե ԵԱՏՄ, համենայն դեպս պաշտոնական Երևանի հայտարարությունները ոչ միանշանակ են։ Պրահայում Գլոբսեկ 2025 ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը օրերս Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ եվրոպական եւ եվրասիական տնտեսական միություններում, բայց կարող է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները ԵՄ չափանիշներին հնարավորինս համապատասխանելու համար։ Նա չէր բացառել, որ ապագայում որոշում կընդունվի։ Նախքան Փաշինյանի այս հայտարարությունը Երևանում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը կարծես փակել էր առաջիկայում, այսպես ասենք, դեպի Եվրոպա գնալու մասին խոսակցությունները։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Գուցե հայկական կողմի ցանկությունը մեծ է Եվրոպական միության անդամ դառնալու, բայց խոչընդոտներն են շատ։ Միջազգայնագետը կարծում է, որ նախ ԵԱՏՄ-ն լքելը մեզ համար ցնցումային կլինի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումներով։ Մյուս կողմից հարցնում է, արդյոք Եվրամիությունը դռները բացել ու սպասում է մեզ։ Կարծում է ոչ, թվարկում պատճառները։ Իրենք ունեն նպատակներ Հայաստանը դարձնել Եվրոպական միության անդամ, բայց արդյոք նմանատիպ նպատակներ կան Եվրամիության կողմից, որպեսզի Հայաստանը դառնա անդամ պետություն։ Արդյոք մեր ստանդարտները այսօր, որ մենք ունենք, խոսքը վերաբերվում է այն ապրանքներին, որոնք արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում, համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Արդյոք մենք լուծել ենք բոլոր մեր խնդիրները մեր հարևան պետությունների հետ, առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի լոգիստիկայի տեսանկյունից եւս հնարավոր ունենանք կապվել եվրոպական շուկայի հետ։ Այս հարցերը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, ապա փաստ է դառնում, որ Հայաստանը այսօր եվրոպական միության անդամ պետություն չի կարող դառնալ։ Այն, որ Հայաստանը պետք է ի վերջո կողմնորոշվի, ռուսական կողմը հաճախ է կրկնում, նաև հիշեցնում։ ԵԱՏՄ-ից դուրս գալն ամեն դեպքում ռիսկեր է պարունակում։ Երևանի այդ քայլը Տիտանիկի տոմս գնելու հետ էր համեմատում փոխվարչապետ Օվերչուկը։ Իրապես պատրաստվում է Երևանը Տիտանիկի տոմս գնել, թե ամեն դեպքում դիվանագետների հայտարարությունների տակ հաշվարկներ կան։ Փորձագետը ասում է, աշխարհում ընդունված պրակտիկա է ընտրություններից առաջ գեներացնել, այսպես ասենք, խաղաղություն բերելու կամ օրինակ եվրոինտեգրման ճանապարհին դինելու մասին խոսույթ։ Հավելում է, առաջիկայում կարող ենք շատ հայտարարություններ լսել։ Նույն դիլեման օրինակ օգտագործվել է պատերազմ խաղաղությունը Վրաստանում ընտրությունների ժամանակ եւ իշխանություններին հաջողվել է այդպես մարկանց համոզել, որ իրենք քվեարկեն իրենց կողմ, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի կողմ, որոնք իբրև թե տանելու են պետությունը պատերազմի։ Եվրամիության խաղաթուղթն է, քրորդն է, որը իրենք փորձում են օգտագործել։ Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեց Եվրամիությանն անդամակցելու երկրի մտադրության մասին օրինագիծը։ Ընդդիմությունից հիշեցնում էին ԵՄ-ն Հայաստանին անդամակցություն չի առաջարկում։ Փաշինյանը պարզաբանել էր, որ այս քայլը չի նշանակում Հայաստանի ավտոմատ անդամակցում ԵՄ-ին, քանի որ նման որոշումը պետք է դրվի հանրաքվեի։ Ավելի ուշ ձևակերպել էր, թե Հայաստանը իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ, բայց միևնույն ժամանակ ժողովրդի որոշակի եւ զգայուն հատված ուզում է եվրոպական ընտրություն ունենալ երկրի ապագայի համար։ Այս իրադարձությունների ընթացքում Մոսկվան պարբերաբար հայտարարում էր, Հայաստանում ամրապնդվելու ԵՄ-ի ձգտումը դիտարկում են որպես աշխարհաքաղաքական շահերի դրսևորում, որոնք հեռու են Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից։ Տիգրան Միկուրյանի, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Բացել հաշտարարի դուռը մինչև դատարանի դուռ հասնելը, ամուսնալուծության նոր կարգ հուլիսից։ Փողով բանակից ազատվելուն վերաբերող օրինագիծը օրակարգ չմտավ, նախագծի հեղինակը ինքն էլ դեմ էր։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո խուզարկություն բնակարանում։
Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը և կրկին օրվա թեմայի մասին իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանը շարունակում է աշխատել գործարար բարերար Սամվել Կարապետյանի տան մոտ։ Էդուարդ, ինչ կարող ես հաղորդել այս պահին, իրավապահները ավարտել են գործողությունները։ Շնորհակալություն Հայկ, ոչ իրավապահները առայժմ չեն ավարտել իրենց գործողությունները բարերար եւ գործարար Սամվել Կարապետյանի տանը, մենք առայժմ այստեղ ենք, որևէ նորություն մեր նախորդ ուղիղ եթերից հետո այստեղ չի եղել, չկա, ուղղակի տեղեկացնեմ, որ այստեղ Սամվել Կարապետյանի տան բակը շարունակում է մնալ մարդաշատ, իսկ մերձակա ավտոճանապարհը դժվար անցանելի, Հայկ տեղեկացնեմ, որ այս պահին զրուցելու եմ Սամվել Կարապետյանի հարևաններից Հասմիկ Բաբաջանյանի հետ։ Տիկին Բաբաջանյան, այն ինչ տեղի ունեցավ, արդյոք անակնկալ էր ձեզ համար։ Ինձ համար անակնկալ չէր, որովհետև ես սպասում եմ մեր ազգի գլխատմանը, որտեղ տեսնում ենք ինչքան լավ մարդիկ ունենք, ինչքան ճանաչված, ինչքան մեր հպարտությունն են, բոլորին վերցնում են։ Ու դրա համար անակնկալ չի ինձ համար։ Իր Նիկոլ Փաշինյանի ոչ մի քայլը անակնկալ չի ինձ համար։ Ես սա դիտարկում եմ որպես ազգի գլխատման գործողություն։ Իսկ ինչ եք կարծում, սա ինչի հետևանք էր։ Սա քաղաքական հետապնդում է, ինքը բարերար է, ինքը այդ քաղաքականության հետ բոլորին խառնում է։ Սամվել Կարապետյանը լինի, մեկը լինի, մյուսը լինի, իր համար տարբերություն չկա։ Հերոսը լինի, Սամվելը, միայն թե այն, ովքեր ճանաչված սիրված են ազգի կողմից, բոլորին գլխատում են։ Շնորհակալություն։ Հայկ այս թողարկման համար այսքան հետագայում եւս հնարավորություն կունենանք այստեղից ուղիղ միացում ունենալ։ Հայկ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ ուղիղ կապ էինք հաստատել իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանի հետ։ Նախագծի հեղինակը անգամ դեմ է փողով բանակից ազատվելու կամ քիչ ծառայելու մասին օրինագծին։ Խորհրդարանը մերժել է իշխանական падգամավորի ներկայացրած նախագիծն ու ազգային ժողովի օրակարգում չի ընդգրկել։ Փոխարենը օրակարգ է մտել աշխատավարձերի ոլորտում նկատվող ստվերի հարցը։ Падգամավորները տեղեկություններ ունեն, որ մասնավոր հատվածում հաճախ քիչ գրանցում շատ վճարում են աշխատողին, ինչի արդյունքում քաղաքացին իրական աշխատավարձի հնարավորությունից չի օգտվում։ Խնդիրը լուծելու ինչ ճանապարհ է հուշում իշխանությունը, Նայիրի Մուրադյանի անդրադարձում։ Ազգային ժողովը 87 դեմ 0 կողմ ձայներով մերժեց եւ օրակարգում չընդգրկեց ՔՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Դեմ քվեարկեց նաեւ հեղինակը Հայկ Սարգսյանը։ Ես առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները եւ այն ուղենիշերը, որ վարչապետն է դրել մեր առաջ եւ կառավարության ծրագրում արկա են, դրանք կարողանանք կյանքի կոչել։ ՔՊԱ-կան падգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում էր վճարել 18 միլիոն դրամ եւ ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Իշխանական падգամավորները ֆինանսների նախարարին վերջին շրջանում ստացված վերլուծությունները ներկայացրին։ Չնայած հարցի հասցեատերը նախարարը չէր, այլ պետական եկամուտների կոմիտեն, այնուամենայնիվ падգամավորը տեղեկացրեց, որ մասնավոր հատվածում համատարած իրական աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ են գրանցում հարկերից խուսափելու համար։ Առնվազն 70%-ը կասի, որ ոչ, մնացած 30%-ն էլ հիմնականում կամ միջազգային ինչ-որ բրենդների հետ փոխկապակցված ձեռնարկությունների աշխատողներ են բանկային համակարգի, որտեղ թափանցիկությունը շատ ավելի բարձր է։ Սա համատարած խնդիր է։ Ես ամեն օր այս խնդրի մասին լսում եմ։ Ես չէի համաձայնվի այդ գնահատականին, որ համատարած է այդ իրավիճակը, բայց կասեմ նաև, որ այդ աշխատավարձերի թեր հավաքագրում, թեր հայտարարագրումը մի փոքր ավելի բարդ է հայտնաբերել հարկային վարչահարության տեսանկյունից, մենք բոլոր ուղղություններով պետք է թվայնացման գործիքները օգտագործելով թիրախայնությունը մեր ստուգումների եւ հայտնաբերման մեծացնենք։
Արդարադատության նախարար Սրբի Գալյանի ու լրագրողների ճեպազրույցը կրկին բանավեճի վերածվեց։ Լրագրողները նրան կոչ արեցին հարցերին ըստ էության պատասխանել, իսկ դասախոսությունները թողնել իր թիմակիցների համար։ Գալյանը հունից դուրս եկավ։ Ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Լրագրողները նախարարին հորդորեցին այդ տոնով չխոսել իրենց հետ։ Գալյանը ճեպազրույցը կիսատ թողեց ու հեռացավ։ Լրագրողների հետ շփումից խուսափում է նաև կառավարության ղեկավարը։ Նա էլ անտարբեր հեռացավ, չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին։ Որքան եք խուսափելու լրագրողների հարցերին։ Որավանդաբար միշտ խուսափում եմ, Վերջին երկու ամիսը խուսափում եմ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ալիմենտի երեխայի բնակության ամուսինների գույքի բաժանման հարցերը հուլիսի 1-ից լուծելու է հաշտարարը։ Սա նշանակում է, որ մինչև դատարանով ամուսնալուծվելը նախ պետք է հաշտարարին այցելել, գուցե նաև հաշտեցնի ձեզ, բայց հարցը, եթե ամուսինները անգամ իրար երես տեսնել չեն ուզում, ինչպես են հաշտարարի մոտ նստելու կողք կողքի։ Եթե դուք այնքան հեռու եք գնացել, որ որոշել եք ամուսնալուծվել ու ընտանեկան վեճը բերել դատարան, ապա եկող ամսից սկսած մինչև դատարանի դուռը բացելը պետք է նախ բացել հաշտարարի սենյակի դուռը։ Արդարադատության նախարարության որոշման համաձայն հաշտարարությունը հուլիսի 1-ից դառնալու է պարտադիր ամուսնաընտանեկան վեճերի կարգավորման համար, բայց ով է հաշտարարը, ինչպես է կիրառվում հաշտարարությունը եւ առհասարակ, սա չի ենթադրում նոր բարդություն արդեն իսկ բարդ իրավիճակում հայտնված մարդու համար։ Բաժանման եզրին ամուսինները երբեմն նույնիսկ տարական շփման խնդիրներ են ունենում։ Պահին ոնց որ արդեն հասել է այդ բաժանման որոշումը կայացնելու փուլին եւ իրավիճակը բավականին լարված է ու չեմ ուզում պատկերացնել ու չեմ կարողանում պատկերացնել թե ոնց պիտի մենք նստենք մի սենյակում, ծնայինք իրար դեմքի եւ խոսանք, այսպես որ պատկերացնում այդ իրավիճակը արդեն իսկ ոնց որ ստրես է դա իմ համար։ Հաշտարարը հատուկ վերապատրաստված միջնորդն է, որի գործն է օգնել կողմերին հասնելու փոխադարձ համաձայնության, հաշտվել կամ էլ եթե հնարավոր չէ, բաժանումն էլ դատարան մտնելուց առաջ հանգիստ տանեն։ Բայց արդյոք հաշտարարությունը լուծում է խնդիրները, թե եւս մեկ փուլով ավելացնում է արդեն իսկ դժվարացած ճանապարհը։ Փորձագետները նշում են, հաշտարարությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կողմերն իրոք պատրաստ են երկխոսության։ Այստեղ խնդիրը այն է, որ պետությունը ուզում է մի քայլ դատարանին թեթևացնի նմանատիպ վեճերից, որովհետև վիճակագրությունը, ուսումնասիրությունը թե հայաստանյան, թե միջազգային ցույց են տալիս, որ ամուսնաընտանեկան վեճերով շատ հաճախ ավելի շատ կողմերի միջև ինչ-որ էմոցիոնալ ֆոն կա, քան իրավական վեճ։ Հաշտարարի մոտ գնալու գաղափարը հոգեբանական առումով բոլորի համար չէ, որ ընդունելի է։ Եթե նախկինում մարդը կարող էր ուղակի դիմել դատարան, ապա այժմ նա չի կարող շրջանցել հաշտարարության փուլը։ Ընդհանրապես պատկերացում չունեմ, թե ոնց պիտի հաշտվենք, իսկ ձեր ասած հաշտարարի մասին ընդհանրապես չենք լսել ու գաղափար չունեմ, թե ինչ ձև կարողանա մեզի օգնի։ Իրազեկվածության պակաս կա, պնդում են մասնագետները։ Եթե կողմերը իսկապես ցանկություն չունեն եւս մեկ անգամ հանդիպել միմյանց, կարող են հաշտարարությունն իրականացնել փաստաբանների միջոցով։ Սկզբի շրջանում բոլորն էլ այդպես են ասում, բոլոր զույգերները, այսինքն բայց ինքը որ չի ուզում իր ամուսնու տեսնի, դատարան պայմանական հայց է ներկայացնելու եւ չի բացառում, որ իր ամուսինը դատարան ներկայան։ Այսինքն այս խնդիրը այդ տեսանկյունից էլ պետք է նայել։ Հիմա այդ մարդու համար ինչ տարբերություն դատարան, թե ինքը մտածում է փաստաբանով կարա դիմի դատարան։ Հաշտարարությունը որպես այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմ հնչում է խոստումնալից, բայց այն ըստ մասնագետների կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտի ինչ է դա եւ ինչպես է այն աշխատում։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, ՊԵԿ բացահայտումը։ Մեդիա աշխարհ, ինչ սպասել չորեքշաբթի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք եւ կրկին օրվա թոփ թեմայի մասին։
Այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում գործարար բարերար Սամվել Կարապետյանի բնակարանում, տարածքում աշխատում է նաև ժամին նկարանող խումբը եւ այս պահին կրկին ուղիղ կապ ենք հաստատում իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանի հետ։ Էդուարդ, այս պահին ինչ նորություն կարող ես հայտնել, ինչ է կատարվում այդտեղ։ Շնորհակալություն Հայկ, եւս մեկ անգամ բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ այստեղ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի տանը իրավապահների աշխատանքները շարունակվում են, այստեղ որևէ նոր բան չկա, մարդկանց հոսքը Սամվել Կարապետյանի հարևանների, ազգականների, նրա աջակիցների այստեղ շարունակվում է, իսկ տան մերձակա ավտոճանապարհը դժվար անցանելի է, տեղում ոստիկաններն են աշխատում։ Այս ժամի համար այսքանը Հայկ։ Շնորհակալություն Էդուարդ, ես հիշեցնեմ, որ ուղիղ կապ էինք հաստատել իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանի հետ։ Մի օր ներկում են հազարամյա հուշարձանը, մի օր բարձրանում Միջնադարյան եկեղեցու գմբեթին, այլանդակում հուշարձանը։ Մեր օրերում ցավոք հաճախ հանդիպող երևույթներ են, որ չգիտես ինչ են մտածում այդ մարդիկ անելուց առաջ։ Երբ ենք հասկանալու, որ նախնիների ժառանգությունը, մեր մեծերին նվիրված հուշարձանները պարզապես անհոգի քարեր չեն, սիրտ ու արյուն ունեն, անձայն պահանջում են, տեր կանգնեք մշակութային ժառանգությանը։ Բարձրացել են պատվանդանին մինչև անգամ։ Միջոցառում են դիտում ու վայելում Թումանյանի արձանի բարձրակետից։ Ամենայն հայոց բանաստեղծի վեհաշուկ արձանը մեր ինքնությունը, պատմական ու մշակութային հիշողությունը խորհրդանշող կարևորագույն արժեքներից է, ասում է բանասեր Դիլբարյանն ու ընդգծում, արձանի նկատմամբ նման դրսևորումները միանգամայն անընդունելի են։ Երբ դու բարձրանում ես նրա վրա կոշիկներով եւ այլն, դու ոչ միայն բարոյապես այսպես բավական բխության արժանի գործ ես անում, այլև ուղղակի վնաս ես հասցնում այդ քարին եւ պատվանդանին, այսինքն դու վտանգի ես ենթարկում Երևան քաղաքի կենտրոնական այդ հրապարակում գտնվող հուշարձան։ Ոչ ոք դրան չի հետևում։ Ըստ մասնագետների անկրթության եւ ամենաթողության հետևանք են այսպիսի գործողությունները։ Գուցե իրավապահներն են թերանում։ Ով է խնդրի լուծման հասցեատերը։ Եթե նավի խաղացողի արձան է տեղադրված, դիմացը նստել նավի խաղալ ուղղակի անմոդություն է եւ չի կարելի եւ կռեղկություն է։ Գլոբալ աշխարհում փորձում են արվեստը իջեցնել պատվանդանների, սպեցարվեստը սակրալ արժեք է եւ պետք է միշտ լինի բարձր եւ հասանելիության իմաստով ինչ-որ մի կետ կա, որից այն կողմ անցնել չի կարելի։ Փորձագետները նկատում են, սա բարոյապես շատ նսեմ վարքագիծ է, հեռու հայկական մենթալիտետից։ Հանրային վարքականոնը պաշտպանելու համար ըստ մասնագետի կրթօջախներից սկսած պետք է երեխաներին բացատրել, թե ինչ նշանակություն ունեն մշակութային արժեքները։ Արժեքը մշակութային կրող պետք է լինի, իսկ կրողին սովորեցնող պետք է լինի։ Մենք ունենք արդյոք դպրոցներում դասընթացներ, կամ ես կարծում եմ դա մանկապարտեզներից պետք է սկսել։ Չինաստանում պարսպին մեկը մտեցավ այդպես հենվեց ու չգիտեմ ինչ էր անում, անմիջապես հայտնվեց ոստիկանը եւ արգելեց։ Քանդակագործ Գևորգյանն էլ նկատում է հասարակության մեջ ձևավորված այս վարքագիծը գլոբալ համացանցային քարոզի արդյունք է։ Որսում են, չգիտեմ, ծաղրանգարի վերածել արձանը, չէ, ունեցանք դեպք, երբ որ Մայր Հայաստանի ձեռքին սրի փոխարեն քաբաբ էի ֆոտոշոփարել եւ ներկայացնում էին դա որպես ինչ-որ մի հատ քաղաքական ֆակտերի հատված։ Եթե չկան վերահսկողական մեխանիզմներ, ապա նման դեպքերը անխուսափելիորեն կաճեն։ Փորձագետները հորդորում են ուշադրության կենտրոնում պահել այսպիսի առատավոր երևույթներն ու սահմանել վարչական պատասխանատվություն կանխելու անօրինականությունները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Արհեստական բանականություն բժիշկ բուժառու օղակում հայ ստարտափերների հեղինակած ծրագիրը օգնում է բուժառուին լինել առավել տեղեկացված, բժշկի համար էլ հաշվետվություններում է ձեռք մեկնում, բայց ամեն դեպքում AI-ի խորհուրդները պետք է նախ բժշկի հետ խորհրդակցել։ Արհեստական բանականությամբ օգնականը, որ ամեն ինչ գիտեր, հիշում էր իր օգտատիրոջ առողջական պատմությունից, օրինակ հիվանդություններ, լաբորատոր հետազոտության արդյունքներ եւ այլն, ավելի քան 160 երկրից շուրջ 250,000 օգտատեր արդեն ուներ, երբ մեր հայ ստարտափերների մոտ նոր միտք ծնվեց։ Անմիջապես գործի անցան արհեստական բանականությանը նոր գործ տվեցին՝ լաբորատոր արդյունքները վերլուծիր, հաշվետվություն տուր։ Այս բանը ինչպես է աշխատում, լաբորատորիայի հետ ինտեգրվում ենք։ Երբ որ պացիենտը գնում է լաբորատորիա, տալիս է համաձայնություն, որ իր տվյալները գան դոկուսին
միմիայն վերլուծության նպատակով պացիենտի համար։ Երբ որ պատասխանները պատրաստ են, ինտեգրված համակարգով այդ պատասխանները գալիս են մեզ, մենք արհեստական բանականության միջոցով վերլուծում ենք, սարքում ենք մի հատ շատ խորը հաշվետվություն ու ուղարկում ենք պացիենտին, տեսնում է իր ցուցանիշների դինամիկան ժամանակի ընթացքում, չէ, որպեսզի հասկանա շուտ ցուցանիշ դեպի լավն է գնում, թե դեպի վատը, իրենց ռեֆերենս զոնաներով։ Ամբողջ գործընթացը կոդավորված է, այսինքն երրորդ որևէ մեկը որևէ բան չի տեսնում։ Դոկուսի տնօրենը միանգամից է ասում, կանխելով հնարավոր հարցը, իսկ առողջական գաղտնիքը, իդեպ բժշկական հարցերի օգնական AI-ը միշտ եւ պարտադիր նաեւ հիշեցնում է, իր խորհուրդները բժշկի հետ համաձայնեցնել է պետք, մինչդեռ սպիտակ խալաթավորները իդեմս նրա հնարավոր կոնկուրենտի են տեսնում։ Իրականում այդ արձագանքը գրեթե բոլոր երկրներում միանման է։ Բժիշկների մոտ սկզբից ոնց որ գալիս է այդ վախի, պաշտպանվածության ոնց որ զգացմունքը, ու կարծում են, որ արհեստական բանականությունը եկել է իրենց փոխանելու, դա շատ սխալ կարծիք է, ու մենք ամենտեղ նշում ենք, որ արհեստական բանականությունը բժշկին չի կարող փոխարինել, ինքը կարող է ուղղակի պացիենտներին ավելի կրթել, ավելի սարքել իրենց առողջության նկատմամբ ավելի գիտակից։ Բժշկի համար էլ հաշվետվություն ունի Docus AI-ը, կլինիկական վերլուծություն է տալիս, բժիշկը ժամանակը կխնայի, բուժառուներն այստեղ էլ դարձյալ գոհ են։ Շնացքից ժամանակ է անցել, բայց տեսնում ենք հարյուրավոր պացիենտների դրական գնահատականներ, տարբեր շատ դրական կարծիքներ։ Docus AI-ից օգտվելու հնարավորություն այս պահին մեկ լաբորատորիա ունի մեր երկրում, բայց ստարտափերների նպատակը ամբողջ առողջապահական համակարգը ինտեգրելն է, որին իդեպ պետությունը քիչ-քիչ պատրաստվել է սկսել։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Պետեկամուտների կոմիտեն շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել։ Պարզվել է, առևտրային ընկերությունը վաճառած ապրանքների համար գումարը կանխիկ է վերցրել, ՀԴՄ կտրոն չի տրամադրել։ Փոխարենը ընդամենը ներքին շրջանառության մասին թուղթ են տվել։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ Հայաստանի տարածքով Իրանից Հնդկաստանի 110 քաղաքացի է տարհանվել, հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տարհանման եւ Երևանի աջակցության հարցը քննարկվել է Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների հունիսի 16-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Հնդկաստանի քաղաքացիների տարհանումն իրականացվում է Իրано-իսրայելական էսկալացիայի ֆոնին։ Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշել են անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, պահպանելով 6.75%-ը։ Կենտրոնական դրամատան ղեկավարի տեղեկացմամբ այս տարվա երկրորդ եռամսյակում 12 անգամ գնաճն արագացել է, մայիսին դառնալով 4.3%։ Միաժամանակ ավելացել է նաև 12 ամսյա բնականոն գնաճը, որը կազմել է 2.8%։ ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Դավիթ Հաշենում գործող պարենային եւ ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումարը եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ըստ նախնական հաշվարկի 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում ընկերությունը թաքցրել է շուրջ 1.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն, պետությանը պատճառել է շուրջ 430 միլիոն դրամի վնաս, դեպքի արդիվ նախաձեռնել են քրեական վարույթ։ Ներկայացվել է հայ ֆիլմի վերագործարկման նախագիծը, որի նպատակն է զարգացնել ազգային կինոարտադրությունը, ներդրումային հոսքեր ներգրավելով եւ ստեղծելով համագործակցության նոր ձևաչափեր մասնավոր հատվածի եւ միջազգային գործընկերների հետ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը այցելել է հայ ֆիլմ կինոստուդիա ծանոթանալու պայմաններին եւ խնդիրներին։ Նա կարեւորել է ժապավենների մաքրման եւ թվայնացման անհրաժեշտությունը, նշելով, որ գործընթացը պետք է լինի պետության անմիջական վերահսկողությամբ։ Հեծանվավազքի կազմակերպման համար դպրոցներին տրամադրվել է շուրջ 6500 հեծանիվ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, թե փոխվում են կրթության բովանդակությունն ու մեթոդները, որպեսզի երեխաների համար սովորելը լինի հետաքրքիր եւ օգտակար։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին ինչ սպասել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։
Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են ևս մեկ օր, առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 7 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 22 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 24-ից 28, Լոռիում 19-ից 23, Տավուշում 24-ից 27 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 26-ից 29 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 24-ից 27, Սյունիքի նախալեռներում 16-ից 20 աստիճան։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 12-ից 14, ցերեկը 26-ից 28, երեկոյան 21-ից 23 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։